Բոլորիդ բարի օր, մենք գտնվում ենք Լորի մարզում, ամրակից գյուղն է եւ ամեն անգամ երբ ես պատմում եի դպրոցների եւ մանկապարտեզների մասին մինչ ընտրությունները, մեր հետևորդները ֆիքսվում էին դրա վրա, որ բոլոր մեր սյուժեները մենակ օբյեկտների մասին է։ Ընտրություններից հետո ես ասացի, որ մենք նոր ոճ ենք ստեղծելու եւ այդ ոճի մեջ մենք պատմելու ենք եկեղեցիների մասին, այո, նաեւ ճանապարհների մասին, օբյեկտների մասին, բայց մեծամասնությամբ դրա մասին ոնց են ապրում տարբեր գյուղերում եւ քաղաքներում մեր հետևորդները, մեր բնակիչները, երբայինները եւ քույրերը եւ տեսեք այս գյուղում, տեսեք ինչ ձևի ճանապարհ են սարքում։ Մենակ եթե կարելի է մեր օպերատորը թող ցույց տա, տեսեք այս սաղ ճանապարհը երկար, տեսեք ինչ ճանապարհ են սարքում մարդիկ ստեղ։ Ու սա գյուղի կենտրոնը չի, հա, ասես գյուղի կենտրոնն է, կենտրոնում է գտնվում։ Ճիշտ ասած, ես շատ զարմացած եմ եւ ուրախ եմ այս փաստի համար։ Եվ կուզենայի նաեւ ասեմ, որ այս սյուժեի մեջ անպայման խոսքը տալու եք Էրիկ Կրոյանին, ինքն էլ իր կարծիքը հայտնի։ Նաեւ նշեմ, որ այստեղ պետք է շնորհակալություն ասենք մեր մարզպետին։ Չեմ կարող ասեմ, որ մյուս մարզպետները վատն են եղել, տարբեր մարզպետներ ենք մենք տեսել, բայց Արեն Մկրտչյանը, այսպես ասած, շունչ է տվել, դինամիկա, ես դրա մասին մյուս սյուժեներում եմ պատմել, եւ հիմա խոսքը տակ Էրիկին։ Հիմա գտնվում ենք ամրակից բնակավայրում, ինքը շատ մոտ է Ստեփանավանին, Լոռու մարզում է գտնվում։ Այս ամրակիցի գլխավոր ճանապարհն է երևի բնակավայր մտնող, գեղեցիկ սալիկապատված, ջրատարի գեղեցիկ կառուցված, վերջերս մոտ մի 2 տարի առաջ իրանց եկեղեցին էր կառավարությունը ֆինանսավորել եւ վերականգնել, շուտով կհասնենք, կփորձենք եկեղեցին էլ ցուցադրենք։ Եկեք զբոսաշրջիկներ, եկեք այս ամեն ինչ ինքներդ տեսեք, հանգստացեք, շատ գեղեցիկ բնակավայր է, շատ գեղեցիկ տեսարաններով։ Տեսեք, ամեն անգամ մենք ասում ենք դրա մասին, որ ամենս պետք է փորձենք օգնել մեր երկրին եւ մեծամասնությամբ մարդիկ, ես ասել եմ դրա մասին, չեն էլ ճանաչում մեր երկիրը, այսինքն Վանաձորում ապրող հայը չի ճանաչում Սյունիքը, Սյունիքում ապրող հայը չի ճանաչում Իջևանը եւ Դիլիջանը, Երևանցին չի եղել մեծամասնությամբ Ղափանում եւ ընդհանրապես մենք վերաբերում ենք օրինակ գյուղերի հանդեպ ոնց դե գյուղ է, էլի գյուղում գյուղացիներ ապրում են։ Օրինակ տեսեք, հիմա այստեղ ճանապարհներ են, չէ՞, սարքում։ Մենք 10 րոպե առաջ տեսանք մի հատ հոյակապ հրաշալի բիստրո, որտեղ կարաք դուք ձեր ընկերների հետ հաց ուտեք։ Նաեւ բարև ձեզ։ Լավ։ Դուք այս գյուղից եք։ Շատ լավ։ Շատ սիրուն ճանապարհներ են սարքում ձեր գյուղում։ Ուրախ ենք։ Հա, ուրեմն ասեմ, որ մենք պետք է աշխատենք, որ մենք օգնենք գյուղերին։ Տեսեք, այս եկեղեցին, որը այստեղ կառուցվել է եւ այսքան գումարներ է ծախսել պետությունը, փաստորեն սկի հայկական սա եկեղեցի չի, հա, ռուսական եկեղեցի է։ Եվ ունենք ընկերներ, ռուսներ, նույն Վանաձորում։ Օրինակ Վանաձորում ապրող բնակիչները։ Ինչ կլինի, եթե մի քանի անգամ ասեք այդ նույն ռուսներին, որ դու գիտեք, որ այս գյուղում ունեք եկեղեցի։ Այս մարդիկ եթե գան ստեղ, օրինակ գան ստեղ, փաստորեն իրանք գալիս են բիստրո են, գումար են ծախսում, եթե իրանք ավտոյով են ստեղ են բենզին լցնում։ Եվ այդ ձևի մենք կարանք Վանաձորից գումարները, հա, ստիպենք, որ տեղափոխվեն գյուղեր, Երևանից այն մարդիկ, ովքեր գումարներ ունեն եւ ուզում են գումար ծախսեն, մենք իրանք ստիպենք, հա, այսպես ասած ծախսենք գումարները Վանաձորում։ Դե ինչ շարունակենք, ցույց տանք այս գյուղում ունենք մենք ռուսական եկեղեցի, այս եկեղեցին այս վիճակում է եղել, ժողովուրդ ջան, եկեք ավելի կրուպն ցույց տանք։ Այս վիճակում է եղել, չի եղել ոչ այսպես ասած Քոչարյանի Սերժի ժամանակի որ մեկը սրա այս եկեղեցու վրա գումար հատկացնի, մեր հարկերից կառավարությունը ոչ թե մենակ հայկական եկեղեցիներն է, հա, զրոյից փաստորեն կառուցում, վերականգնում, բայց նաև այս ռուսական եկեղեցին, ցավոք սրտի այդ ռուս ռոպագանդան, Ռուսաստանի ռոպագանդան դες բաներ ցույց չի տալիս եւ տեսեք, երբ մենք ասում ենք ինչ որ ռուսների դեմ, ինչ որ մեկը անում է, ինչ որ բաներ կառավարությունը, եթե կառավարությունում ինչ որ մեկը
ռուսների դեմ լիներ կամ Ռուսաստանի դեմ, երևի այս ձևի գումարներ չեր ծախսի, հա, շատ կարևոր գործերի վրա։ Կառուցվել է 1740 թվականներին եւ փլվել է 1980 թվականին Սպիտակ Գրեֆերի ժամանակ։ Գյուղանն եղել է 7 անուն, Սվիտոյ Նիկոլաևկա, Նովա Նիկոլաևկա, Կիրը հեղափոխչելորիամրացին դերել են ամրակից, զանգը գողացել էին, սարքել էին փամփուշտ, կռվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, հրաշագործ Նիկոլային նշված հրաշագործություններ արել, դրանցից մեկը որ հելելախ տանիքի կտուր ոսկեդրամներ է գցել, այդտեղից առաջացել է նոր տարի, ամեն նոր տարում գուլպաներ են կախում եւ նվերներ են ստանում, այստեղ կա մի հետաքրքիր արկղի կտոր, որտեղ գրված է ՆԿԶ 1940 Սում Նիկոլաևկա, ինչպես Նովա Նիկոլաևկա վերևում դրաղ ներքևում դրախտը խորհրդանշում է խաղաղություն, ոչ մա պատերազմ, զանգը կախվել է համարակառուցվելուց 4 տարի կամ 3 տարի առաջ։ Դե բոլորս եկեք ծափահարեք Ալեքսին եւ այս գյուղը շատ սիրուն գյուղ է, ուզում եմ վերջացնենք մեր սյուժեն, տեսեք ինչ սիրուն տեսքեր է բացում, ես շատ հիացած եմ, շատ եւ մինչ նոր հանդիպում